Չընդառաջեցին դեկանատում։ Չէ, ասեցի, որ անպայման պետք է վճարեմ, թե չէ դուրս կմնամ համալսարանից։ Մերոնց աշխատավարձները ուշացնում են։ Դու ինչի չես աշխատում։ Ուսանողների համար շատ հարմար պայմաններով աշխատանք կա։ Դասերից հետո կարաս գնաս աշխատես։ Համել կօգնես ձերոնց, այդ մարդիկ երկու ուսանող են պահում։ Ես գնամ աշխատեմ, թե սովորեմ, ո՞նց եմ հասցնելու։ Ես ո՞նց եմ հասցնում։ Ճիշտ է, դժվար է, բայց նախընտրում եմ ծնողներիս բեռը թեթևացնեմ։ Դու առողջ տղա ես, ինչի ես ամբողջ իրենց ուսերին թողնում։ Ճիշտ է ասում, մենք բոլորս էլ հասցնում ենք, համ սովորում ենք, համ էլ աշխատում, եթե զգում ենք, որ դրա կարիքը կա, իսկ դու ուղղակի ծուլանում ես։ Արածդ գործն ինչ է։ Չեմ հավատում, որ ամբողջորեն ուստած դաս ես սովորում։ Լավ եմ անում, ես ինչի պետք է ինձ տարիքից այսքան ծանրաբեռնեմ։ Լսի, դու անչափահաս չես, որ սպասում ես նստես քեզ պահեն։ Տենց էլ ամբողջ կյանքդ պարապ նստելու ես ու ոչ մի ձգտում չունենաս առաջ գնալու։ Ու հաստատ մեզնից ոչ մի բանով առավել չես։ Դե այդ հենց պարապ նստի ու ամուսումից զրկվի համել լավ ապագայից։ Ներվերը չունեմ է։ Դուրս ասում։ Ինչ է կատարվում ես տղայի հետ։ Ուղղակի շատ լարված են նյարդերը։ Մարդն ուզում է պարապ նստի, իրա վարձնել երկնքից ընկնի։ Իրանից հետո դեկանատ եմ մտել, խնդրել եմ, որ թույլ տան քննություններին մասնակցի։ Բայց ոնց հասկացա, ֆինանսական խնդիրներ ունի։ Շատ եմ տեսել, որ ուսանողների համար դրամահավաքներ են կազմակերպում։ Գուցե մենք էլ նման մի բան անենք։ Չէ, բայց ինչի համար։ Մարդը ուղղակի չի ուզում աշխատի։ Հեշտ է, չէ, որ ուրիշներն են ամեն ինչ իրա փոխարեն անում։ Երեխեք ձեր ակնարկներից բան չեմ հասկանում։ Ուղղակի Սասունին հարցրինք, ինչի չի աշխատում դասերին զուգահեռ։ Շատ ուսանողներ են այդպես անում։ Մենք էլ։ Իսկ ինքը ասեց, որ չի պատրաստվում աշխատի, ու այնքան վստահ են, որ ծնողներին վատ դրության մեջ ակցելու։ Ու դուք էլ իր մտքերի հետ տենց հեշտ համակերպվել եք, ձեր մեջ նեղացել, վիրավորվել ու բան չեք անում, հա։ Ինչ անենք։ Ձերքից բռնենք, տանենք, աշխատացնենք։ Ծույլ մարդուն ինչքան հարմար տարբերակ էլ առաջարկես մեկը։ Եթե ձգտում չունի, բան չես կարող փոխել։ Ինքը շատ անարդար էր խոսում մեր մասին։ Մենք ինչի պիտի իր մասին մտածենք։ Պիտի մտածեք, երեխեք, որովհետև սխալ արժեքներով է իր կյանքը կառուցում։ Պիտի մտածեք, որովհետև եթե չվճարի, դուրս կմնա ու ուսումից կզրկվի։ Հիմա ինքը չի հասկանում այդ ինչա նշանակում, բայց դուք էլ հասկանում եք այդ ինչա։ Իսկ եթե դա ուղղակի իր էությունն է, ու մենք անձոր ենք դա փոխել։ Երեխեք, մեկ-մեկ առաջ գնալու համար մարդուն մոտիվացիա է պետք, աջակցություն է պետք իր ընկերներից։ Մնացած արդեն դուք պիտի որոշեք։ Խնդրում եմ կզանգեք, Սասունին կասեք, որ վաղվա քննությանը պատրաստվի ու անպայման ներկայանա։ Մամ, ասում չգիտեմ ուր այդ բզնոցը, որ իմանայի կասեի, չէ՞ վայ։ Սասուն լավ չհասկացա։ Քո տնից գողություն ես անում։ Ու էլ ինչ ես ընդունել։ Ընկեր Գեղամյան, դուք ոչ մի բան չեք հասկանում, ես ստիպված էի։ Քեզ թվում է տղա ջան, թե ոչ մի բան չեմ հասկանում։ Ես ավելի շատ եմ հասկանում, քան դու պատկերացնում ես։ Ու եթե քեզ թվում է, որ ես մի անգամով դու սահմանափակվելու էիր, տենց չի։ Ամեն ինչը առաջին անգամից է սկսվում։ Հիմա այդ շղթան դիրգրպանը տարի իմ հետևից։ Բարև ձեզ։ Նստի Սասուն։ Նստեք։ Մի կարևոր բան կա, որի մասին ուզում եմ խոսել ձեզ հետ։ Այս աշխարհում կան դեպքեր ու արարքներ, որոնք աններելի են, ու որոնք մեզ տանում են կործանման։ Ճիշտ է, դրանց հետ կապված մեր մեջ ինչ-որ արդարացումներ են կորինում, բայց դա իրավիճակը չի փրկում, ու ոչինչ չի փոխում։ Ընկեր Գեղամյան, ինչ եք sense բաներ ասում, մենք ինչ ենք արել։ Դուք նմանատիպ թեմաների անդրադառնում եք, երբ մեզնից որևէ մեկը վատ արարք է արած լինում, բայց մենք հակառակը շատ լավ բան ենք արել, ինձ թվում է։ Ես չգիտեմ դուք ինչ եք արել, ուղղակի սրա մասին խոսում եմ, որ իմ ասածների մասին մի քիչ մտածեք։ Հասկանաք ձեր արարքների լրջությունը։ Ու հասկանաք, որ այս աշխարհում ձեր ամենամեծ թշնամիներից ալարկոտությունն ու ծորությունն է։ Հա։ Այ հիմա հասկացա ձեր ասածը։
Մենք գիտեինք, որ բարկանալու եք, եթե ոչ մի քայլ չձեռնարկեինք։ Դրա համար երեք բոլորովս հավաքվել ու ամբողջ օրը աշխատանքի հայտարարություններ ենք փորփրել։ Ու քանի որ Սասունը մի քանի լեզուների է տիրապետում, մի հրատարակչությունում իր համար թարգմանչի գործ են գտել դասերի հետ համատեղելի գրաֆիկով։ Բացի այդ դրամահավաք են կազմակերպել։ Հանգիստ եղես ասում, անանունը։ Դու ունես հնարավորություն քո կյանքը փոխելու։ Պետք չի ոչինչ մի ասա։ Հասկանում եմ, ես մի օրվա ընթացքում քո հետ շատ բան ա տեղի ունեցել, շատ բան ես հասկանում։ Ուղղակի մի բան լավ իմացի, որ աշխարհի ամենալավ ընկերներում ես։ Քո մասին մտածող ու հոգ տանող ծնողներում ես։ Իսկ հիմա արագ գնա տուն ու դու գիտես ինչ պետք է անես։ Երեխեք, դուք հասկացաք ինչ կատարվեց։ Չէ։ Բայց ընկեր Գեղամանի շփիտից զգացում եմ, որ լավ բան է պատահել։ Չէ, ընկեր Գեղաման։ Մեզ էլ ասեք իմ համար։ Ոչ մի արտասովոր բան։ Ուղղակի շատ ուրախ եմ, որ ես գործում ձեր ներդրումն եք։ Ու ձեզնով շատ եմ ապարտանում։ Լավ, հասկացանք, որ չպիտի իմանանք։ Հիմա կարևոր է, որ մեր սկսած գործը կիսատ չթողնենք։ Հեսա տեսնենք ոնց ենք այդ Սասունին բիզնեսմեն դարձնելու։ Դե հա, էլի ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել։ Անդադար մտքեր, անհանգստություններ, չեմ հասկանում ինչա կատարվում հետս։ Նա բժշկի, ամբողջ օրը սենց անդրամադիր գալիս ես։ Մեր օրն էլ ես փշացնում։ Հա, իրոք։ Քովատ էներգիան փոխանցվում է մեզ։ Գոնե ցույց մի տոր էլի այդքան։ Մեզ չի, մեր կյանքում խնդիրներ չկան, բայց ուրիշների օրն էլ ամենակում չեն փչացնում։ Երեխեք հանգստացեք մի հատ, այս մարդը կարող է դեպրեսիա տանում։ Բայց մենք դրա բուժող մասնագետը չենք։ Ոչ հոգեբան ենք, ոչ նյարդաբան, ոչ էլ հոգեբան։ Ճիշտ եք, կներեք երեխեք։ Ուղղակի սա միակ տեղն էր, որտեղ կարիք չունեի ձևացնելու, որի մոտ ամեն ինչ նորմալ է։ Բայց ես էլ չեմ անհանգստացնի ձեզ։ Չեք տենում առանց հետը նեղված էր, մի հատ է դուք նեղացիք։ Մեր ընկերն է, չէ՞ որ հաստատ մենք էլ վիճակում լինենք, մեզ մենակ չի թողի։ Ինչինք մեզ հետ տալիս, ամեն խնդիրը ունենում։ Չի կարելի էլի դիմացին այդքան վատ էներգիա տալ։ Նույն հաջողությամբ ինքը էգոիստ է, մենակ իր լավի մասին է մտածում։ Հեյքը։ Ուր ես գնում, Ժաննա, հիմա զանգը կտա ու այսօր շատ կարևոր թեմա եմ բացատրելու։ Ինձ այդքան էլ լավ չեմ զգում, կարող եմ այսօր չմասնակցել դասին։ Նորից։ Ինչի ուշադրություն չես դարձնում առողջությանը, տեսպես չի կարելի։ Ես ոչ մի ֆիզիկական գանգատ չունեմ, բայց դա այդքան էլ կարևոր չի։ Ես իմ խնդիրներով զզվացրել եմ բոլորին։ Այնպես կանեմ, որ էլ ոչ մեկ դա չի նկատի։ Եթե այսօր հնարավոր է չմասնակցեմ դասին։ Ժաննա, խնդիրը քո մեջ պահելով ամեն ինչ ավելի բարդացնելու ես։ Այսպես չի կարելի։ Դու ոչ մեկին չես զզվացրել։ Բոլորի կյանքում էլ ինչ-որ բարդ հետաքրքիր լինում են։ Բայց այդ բարդ էտապները ավելի հեշտ է ընկերների հետ հաղթահարել։ Դուք ոչինչ չգիտեք, կներեք, մյուս դասին անպայման կմասնակցեմ։ Տենց էլ չեկավ դասի, զանգերից էլ չի պատասխանում, դուք եք մեղավոր, անհանգստությունից տեղս չեմ գտնում։ Երևի ուղղակի մնացել է, որ հանգստանա։ Էդիան պետք է, ոզում ես իմանաս մենք այն լավություն ենք արել։ Այնքան ասացիր իմ մեջ էլ անհանգստություն մտավ։ Հա, մի քիչ կոպիտ ենք, բայց մտածում եմ, որ այդ կսթափեսնի իրան։ Ես որ հոգնել եմ ոչների խնդիրներով ապրելուց, իմն ինձ հերիքա։ Կարող է դեկանատից իր ծնողներից մեկի համարը խնդրենք զանգին մեր հանգստության համար։ Ժաննան դասի չի եկել երեխեք։ Չէ, չի եկել, զանգերից էլ չի պատասխանում։ Ուրեմն այդ ինֆորմացիան ճիշտ է։ Ինչ ա եղել ընկեր Գեղամյան։ Ամեն ինչ նորմալ է Ժաննայի հետ։ Խնդրում եմ ասեք, որ հա, թե չէ ինձ երբեք չեմ ների իմ երեկվա պահվածքի համար։ Ժաննայի մայրն էր եկել համալսարան ու շատ նեղված վիճակում։ Երեկվանից տուն չի գնացել Ժաննան ու ինֆորմացիա չունի իրանից։ Ինչ ա երեք տեղի ունեցել։
Ինձ ասեց, որ ես ոչ մի բան չգիտեմ ու շատ նեղված էր։ Հիմա ենք մենք, ես ինչ ենք արել։ Մենք երեք նեղացրել ենք Ժաննային։ Միշտ ոչ տրամադրությամբ էր գալիս ու մեր տրամադրություններ էր հնչացնում։ Այդ ամեն ինչը իրան ասել ենք առանց մտածելու հետևանքների մասին։ Շատ անխելք քայլ եք արել երեխեք։ Փոխանակ օգնեք, որ այդ ծանր հոգեբանական վիճակից դուրս գա, ավելի եք խորացրել ամեն ինչ։ Մարդ պիտի մի քիչ մարդասեր լինի ու կարողանա հարազատի ու ընկերոջ այդ խնդիրներով ապրի։ Այդ քաոսից մարդուն դուրս բերի, ոչ թե ավելի խորը անդունդի մեջ շպրտի։ Այդ երեխան երեկվանից չկա, հիմա ինչ ենք անելու։ Եթե իրան ինչ-որ բան եղած լինի, ես ինչ չեմ ների։ Պետք է ամեն ինչ անեք, որ գտնեք։ Հիմա պատկերացնում եմ ընտանիքը ինչ վիճակում է։ Երեխեք, ես գիտեմ թե որտեղ կարա լինի։ Մի անգամ իր այդ ինչ-որ մի տեղ են գնաց, ասես երբ որ վատ վիճակում է լինում, իր բոլոր վատ էմոցիաները են տեղա թողում։ Դե արի ցույց տուր այդտեղ ինչ եք սպասում։ Արագացրեք։ Ստե եկեք։ Ժաննա, ինչ ա եղել, վեր կաց։ Դες ոնց վախեցրիր մեզ։ Ամբողջ գիշեր էստեղ ես եղել, հիմա հաստատ մրսած կլինես։ Գնայես էլի, մենք մեզ ապուշի պես ենք պարել։ Չէ, դու էգոիստ չես։ Այդ մենք ենք էգոիստ, որ մենակ մեր լավի մասին ենք մտածում։ Մենք մեզ չենք ների, եթե քո հետ ինչ-որ բան պատած լիներ։ Երեսած բան չանես։ Դուք էլ ինձ կներեք։ Չեմ մտածում, որ բոլորը դեսքան կանհանգստանեք իմ համար։ Չեմ հասկացել, թե ոնց եմ ամբողջ գիշեր էստեղ մնացել։ Մենք ենք մեղավոր քո վիճակի համար, որովհետև ամենադժվար պահին քեզ մենակ ենք թողել։ Կներես էլի մեզ։ Ժաննա, ուշադիր ես։ Կյանքում ինչքան է դժվարությունների հանդիպես, երբեք չկոտրվես։ Դու կյանքի գույները երբեք չկորցնես։ Դուք էլ մեկընդ միշտ հիշեք, որ ձեր արտահայտած ամեն մի չմտածված ու ազգուշ խոսքը կարա մարդուն ցավ պատճառի։ Իսկ հիմա զանգի մամայիդ ասա, որ քո հետ ամեն ինչ լավ անհանգստանում էր։ Ինչ հիմար եմ ես։ Երևի ամբողջ գիշեր ինձ ա փնտրել։ Այս իմ կյանքի ամենամեծ դասն էր։ Սրանից հետո պետք է ավելի զգուշ լինենք մեր բառերի մեջ։ Ու երբեմն էլ մտնենք դիմացինի կաշվի մեջ ու հասկանանք իր ցավը։ Ժանան մեզ կների, մնաց ինքներս մեզ ներել կարողանանք։ Արդեն ամեն ինչ փոխելու ժամանակն է։ Հենց փոխենք, մեզ էլ կներենք։ Վերջապես մեզ որոշեցին մի տեղ տանել էքսկուրսիայի։ Վայ, լավա հիշացրեցիր, գումարը չեմ փոխանցել։ Ոչ մեկս էլ դեռ չենք փոխանցել։ Վաղը կանենք, մեկը դեռ մի շաբաթ կա։ Այ երեխեք, դուք մի բերեք, ես բոլորի տեղի այդ գումարը կբերեմ։ Հələ մի րոպե էլի, ինչի դու պիտի բոլորի տեղը բերես։ Հա շատ լավ է, որ այդ հնարավորությունը ունես, բայց այդ գումարը դու չես աշխատում, ծնողներդ են աշխատում։ Ու պետք չի ուղղակի առանց մտածելու վատնես։ Վայ երեխեք, իմ պապան էս տեղը աշխատում, որ տունը նստած այդ գումարը գալիս է։ Փակեցինք այս թեման։ Բուֆետ եկածող կա։ Իմ աշվին։ Լավ, դուք գիտեք, ես առաջարկեցի։ Ինչի ենք միշտ թողնում, որ մեր տեղը վճարի։ Չեմ հասկանում, ինչի ինքը միշտ պետք է այդ գումարային հարցերը վերցնի իր վրա։ Ձեր համար տարօրինակ չի, որ եթե ինքը այդքան փող ունի, ինչի՞ է միշտ տրանսպորտով գալիս։ Կամ այդքան խոսում է իրանց պալատներից, ինչի՞ չհրավիրում իրանց տուն։ Դե կարող է խիստ ծնողներ ունի, կամ եսի մեկ գցեց իր մտքերի մեջ։ Բարև ձեզ։ Նստեք։ Ես ինչ պարտական եմ հասանալու։ Դերսանգը չտված բոլորը իրենց տեղերում նստած են։ Ընկեր Աղաջանյան, կարող եմ մի բան հարցնել։ Իհարկե։ Դուք Գորի ընտանիքին ճանաչում եք կամ գիտեք ինչով են զբաղված։ Եթե այդքան լուրջ մարդիկ են, ինձ թվում է բոլորն էլ կիմանան։ Իսկ ինչի է այդ հարցը ձեզ հիմա հետաքրքրում։ Դե, որովհետև միշտ ինքն է մեր փոխարեն ամեն ինչ վճարում, էքսկուրսիաների գումարը տալիս,
Սրճարանում հաշիվափակում, բայց տարօրինակ այդ ամեն ինչը մեր համար։ Չէ, Գորի ընտանիքին չեմ ճանաչում։ Բայց եթե կարծում եք, որ ինչ-որ բան է ինչի ու Գորը շեղվել է ճիշտ ճանապարհից, փորձենք պարզել։ Կարող է նույնիսկ ձեր օգնության կարիք ունի։ Մարդը ես էլ սկսեցի անհանգստանալ։ Հա, երևի ամենաճիշտ տարբերակը դա է, որովհետև հաստատ մեզից մի բան թաքցնում է, որովհետև ոչ մի բան իրաց չի համապատասխանում։ Որ իմացել եմ խաբել է մեզ, չգիտեմ ինչ կանեմ։ Չէ, երեխեք ջան, մի րոպե, մոտեցումը արդեն սխալ է։ Նախ դուք չգիտեք ինչ է կատարվում, կարող ամեն ինչ նորմալ է։ Իսկ եթե նորմալ չի ինչ-որ խնդիր կա, այսպիսի ռեակցիա պետք չի տալ, պետք է հասկանալ, թե ոնց կարող եք իրեն օգնել։ Լավ։ Երեխեքից մեկի փողը չդզվեց, ինչ եմ անելու։ Ինչի ներս չես գնում, Գոր։ Անհանգիստ ես։ Ինչ-որ բան է եղել։ Կարող է ուզում ես կիսվել ինձ հետ կամ ընկերներիդ հետ։ Կարող է խորհուրդ կարողանանք տալ։ Չէ, մոտ ամեն ինչ լավ է, ինչի պետք է խնդիր ունենամ։ Լավ, բայց եթե հասկանաս, որ խորհրդի կարիք ունես, մենք բոլորս պատրաստ ենք քեզ լսել։ Հա, Միլենա, այդ ինֆոն հաստատ է։ Երեք ես ու Արմանը գնացել ենք, հետո հարևաններից ճշտել։ Իրաց ծնողները սովորական կյանքով ապրող մարդիկ են, հայրը շինարար է, մայրն էլ դերձակ։ Մեզ խոփելու իմաստը ո՞րն էր լավ։ Ես ոչ մի տրամաբանություն չեմ գտնում։ Նես չի մենք իր այդ դրա համար էինք շփվում։ Ինքը ոչ մի բան էլ չունենար, էլի մեր ընկերներ մնալու։ Հեսա կգա մեր բոլոր հարցերի պատասխանը կտա։ Մենակ ասում եմ, որ տանից անդադ անխճաբար գումարներ ա վերցում, իբր թե դպրոցի համար ա պետք։ Լավ, դու ինչ տեսակի մարդ ես։ Չգիտես, որ սուտը երկար թաքնված չի մնում։ Ոչ մի բան չեմ հասկանում, ձեզ ինչ եղավ։ Քեզ անմեղի տեղ մի դիր, մենք ամեն ինչ գիտենք։ Ինչ ես այսքան ժամանակ խաբել մեզ։ Ինչ ես այսքան ծնողներիդ նեղություն տվել։ Տպավորություններ ուզում ստեղծեիր, ինչի համար։ Լավ, երեխեք ջան, մի րոպե սպասեք, հա։ Անընդհատ հարցեր եք տալիս, թույլ չեք տալիս պատասխանը, թող խոսի։ Հա, ես հարուստ չեմ, երբեք էլ հարուստ չեմ եղել։ Նախկին դպրոցում իմ հետ չէին շփվում, որովհետև ես իրենց նման ինձ ամեն ինչ չէի կարողանում թույլ տալ։ Որոշեցի, որ նոր դպրոցում նույն բանը չպետք է լինի։ Այդպես է, չէ, երբ փող ունես բոլորը ընկերներիդ են, իսկ իմ նման հասարակ մարդկանց ոչ մեկ չի նկատում։ Չէ, դու ո՞նց ես կարողացել այսքան բանը մտածել, սա ֆենոմենալ է։ Հիմա որ մենք բոլորս հասարակ կյանքով ապրող մարդիկ էինք, չէինք շփվում իրար հետ։ Ավելի լավ է գրպանով աղքատնել, ոչ թե հոգով։ Դու ուղղակի ստախոսի մեկն ես, ու լավ կանեն հետը չշփվեն, ու քեզ ընկեր չհամարեն։ Մի րոպե։ Չհասկացա, այսքան բանի իմանալուց հետո պիտի թողնեք, որ գնա, հա, ձեր ընկերը։ Հենց այսքան իմանալուց հետո պետք է թողնենք, որ գնա։ Չէ, երեխեք ջան, ճիշտ չեք անում։ Հա, ընդունում եմ, Գորը սխալ ա արել, բայց այդ սխալի հետևում հոգեբանական խնդիր ա թաքնված, որը հետ կա թողել իր մոտ։ Վախ, որ կարող է էլի անտեսված լինի, որովհետև սխալ մարդկանց հետ է շփվել, սխալ ենթադրություններ ու հետևություններ արել, մտածել է, որ ճիշտ ձևը դա է։ Առաջարկում եք հարմարվենք ու շարունակենք նույն կերպ իր հետ շփվել, այդ ուղղակի անհնար է։ Ես էլ իա ոչ մի խոսքին չեմ կարող հավատամ։ Երեխեք ջան, վերջնական որոշումը կայացրել եք դուք, բայց մի բանը պարզ ու հստակ է։ Եթե չես անցել մարդու անցած ուղով, իրավունք չունես նրան մեղադրել։ Հա, ընդունում եմ, սուտը շատ վատ բան է, այնքան վատ բան է, որ կարող է հարաբերություններ փչացնել, բայց Գորը հիմա ձեր կարիք ունի ավելի, քան երբևէ։ Ես չգիտեմ դու ինչ դաստիարակության մարդկանց հետ ես շփվել, բայց ես վախենում եմ յուրաքանչյուրիս համար, ով կառնչվի իրենց հետ։ Դուք շատ խելացի երեխեք եք, որովհետև շատ արագ, ինքնուրույն լիքը բաներ հասկացաք։ Ու մի բան էլ հասկացեք, երբ ձեր ընկերը խնդիր ունի, ամենալավ տարբերակը այն չի, որ իրեն մենակ թողնես։ Դու մեղավոր ես մենակ, որ խաբել ես։ Մեղավոր չես քո ստացած տրավմաների համար,
ու որ մենք մի հասարակության մեջ ապրում ենք այդ տեսակի անհոգի մարդկանց հետ։ Կներեք ինձ խնդրում եմ, մեկ անգամ ստում ես ու խրվում ես քո ստեղծած ստի մեջ ու դուրս գալու ելք չես գտնում։ Ես ուրախ եմ, որ դուք չնայած հենց, բայց ամեն ինչ իմացեք։ Երեխեք, դուք միասին բոլոր խնդիրները կարող եք լուծել։ Աղջիկը միշտ մերժում էր նրան եւ չէր գալիս նրա մոտ։ Աղջիկը ասպետին մի ծաղիկ նվիրեց եւ ասաց, որ մի քանի օրից կգա իր մոտ։ Տղան իր կրծքի վրա էր պահում այն վարդը, որ աղջիկն էր նվիրել։ Բայց նա այդպես էլ չեկավ ասպետի մոտ։ Եվ ասպետը ծերացավ ու մահացավ վարդը կրծքին դրած։ Այսպեսին պիտի լինի իսկական սերը։ Հավերժ մեկին սիրահարված ապրես։ Հայ իսկ այդ մեկն էլ երբեք չկա, ու դու կորցնես քո կյանքը։ Էս ուղակի պոեզիա է։ Իրական կյանքում ոչ մեկ սենց անձնազոհությունների չի գնում։ Անժելա, ես քո ասած հետ այդքան էլ համեմիջ չեմ։ Ցավոք, նմանատիպ պատմություններ շատ կան։ Ուրեմն ժամանակներն են փոխվել։ Մեր ժամանակներում առհասարակ սեր գոյություն չունի։ Միայն շահը, դա ամեն քայլափոխել տեսնում ենք։ Ինչ հակառակը չեն կարողանա համոզել։ Ինչ ես խոսում։ Սեր միշտ էլ գոյություն ունեցել է ու կունենա։ Ուղղակի մարդկանց ընկալումներն են փոխվել դրա մասին։ Միևնույնն է, ես ճիշտ եմ։ Սերը շահը, ու կապ չունի թե այդ ինչ սեր է։ Ընկերոջը հանդեպ, սիրածը տեղակի, բնության թե հայրենիքի։ Ու յուրաքանչյուրն էլ ինչ որ ակնկալիք ունի այն ամենից, ինչ սիրում է։ Երեխեք, փաստորեն սիրո մասին պատկերացումները ձեզ մոտ այսքան աղավաղված են, հա։ Իսկ դուք դեռ ընդամենը 13-14 տարեկան եք։ Հավատացնում եմ ձեզ, անշահախնդիր սեր կա։ Օրինակ ես ձեզ շատ եմ սիրում ու ոչ մի շահ չեմ հետապնդում։ Բայց ձեր աշակերտներից շատերը ձևացնում են, թե ձեզ սիրում են, որ մի քանի նիշավ էլ փախցնեն։ Այստեղ բանալի բառն էր ձևացնում են։ Իսկ դիմացինը շատ լավ զգում է դա։ Երեխեք, հավատացեք, կյանքի կարևոր բաներից մեկը սերն է։ Ու դուք ինքներդ էլ չեք պատկերացնում, որ եթե ձեր դասարանում մթնոլորտը այսքան լավն է, դա ձեր իրար հանդեպ ունեցած սիրո պատճառով է։ Ես նմանատիպ օրինակներ շատ կարող եմ բերել, բայց եկեք չծավալվեմ, ուղղակի խնդրում եմ հավատը ձեր մեջ չսպանեք։ Ես միշտ էլ շարունակել եմ հավատալ սիրուն, շարունակել եմ սիրել բոլորին։ Իսկ եթե փոխադարձ վերաբերմունք չստանամ, չեմ չարնա հաստատ։ Կյանքում ամեն ինչ էլ պետք է պատրաստ լինես։ Ապրես։ Դե երեխեք ջան, կպատրաստվեք հաջորդ դասին ու անպայման կմտածեք, թե ձեզանից յուրաքանչյուրի համար ինչ է նշանակում սերը։ Մյուս դասին բոլորիդ կարծիքները լսելու եմ։ Ինքան հաճելի է այս ժամին ձեզ այստեղ տեսնել։ Ձեր ասած գրքերն ենք փնտրում, տանջում եք մեզ ընկեր Գեղամյան։ Էս ինչ ձենա, եկի կարակ դուրս գա։ Ինչ է վարշատաց համարի ինձնից բռնվի։ Երեխեք, բայց դուռը չի բացվում, գիտեք։ Ոնց չի բացվում։ Երեխեք, այստեղից դուրս գալու այլ տարբերակ պիտի գտնենք։ Ինչ իմանանք դրսում ինչա կատարվում։ Հեռախոսներն թողել ենք դասարանում։ Երեխեք ջան, ինձ լսեք։ Կգան շուտով դուռը կբացեն, մենք այստեղից դուրս կգանք, բայց դուք խոճապի մի մատնեք, լավ։ Նույնիսկ
Ես ուղղակի վախենում եմ փակ տարածքներից։ Օդը սկսում է չհերիքել։ Եթե մի քիչ էլ մնամ այստեղ փակված, չգիտեմ հետս ինչ կլինի։ Մի քիչ էլ դիմացեք երեխեք։ Շուտով բոլորս այստեղից դուրս կգանք։ Իսկ եթե ամեն ինչ շատ լուրջ է ու չհասցնենք, ես իհարկե փորձում եմ սառը դատել, բայց ես իրավիճակում չի ստացվում։ Գոնե հեռախոսս մոտս լիներ մամայիս հետ խոսեի։ Մի հատ այդ վատ մտքեր քանի, հա։ Ասեղ չենք որ մեզ չգտնեն։ Ի վերջո կգան։ Կամ էլ դուրը կջարդենք։ Իսկ եթե փորձենք պատուհանով դուրս գալ, աննորմալ է չորթարկում ենք։ Գերգեղամյան ջուր կխմեք, ոնց որ դուք էլ ձեզ լավ չեք զգում։ Չէ, շնորհակալ եմ, չեմ ուզում երեխեք։ Վերջ, էլ մեզ վտանգ չի սպառնում։ Երեխեք, ձեզ հենց սկզբից վտանգ չէր սպառնում։ Այսօր առավոտյան բոլորին զգուշացրել են, որ դպրոցում պիտի փորձնական տագնապի ազնանշան միացնեն։ Ես էլ եկել էի ձեզ հայտնել այդ լուրը։ Բայց որոշեցի մատ փորձարկեմ ձեր իրար հանդեպ ունեցած վերաբերմունքն ու սերը։ Մինչև այս պահը դուք չգիտեիք, որ հենց այսպիսի իրավիճակներում է դրսևորվում սերը իրար հանդեպ ու ձեր վերաբերմունքը։ Ու իսկապես, դուք նկատեցիք չէ, որ մենք այդ բարդ իրավիճակում միայն մեր կաշվի մասին չէինք մտածում։ Կանից հանգիստ կարող էր թողնել վնասվածքով ու դուրս փախչել, բայց նախընտրեց օգնել ինձ։ Ու այդ պահին մենք կարողանում էինք թաքցնել մեր տագնապն ու օգնել մեզ այնց ավելի վատ իրավիճակում գտնվող ընկերոջը։ Փորձությունը մի քիչ դաժան էր, բայց հենց նման իրավիճակում ես հասկանում, որ մենակ չես։ Իսկ սիրո մասին մեր ընկալումները երբեմն այնքան սխալ են լինում։ Ու հա, առանց շահի սեր կա։ Մենք իրար օգնելու չենք մտածում, որ դիմացին էլ մեզ հետո կօգնի։ Երեխեք ջան, ձեր մեջ միշտ սեր եղել է։ Ուղղակի պետք էր այն գտնել։ Տեսար, դուրը բացվեց։ Արդեն շնչել ստացվում, հա։ Օհ, եւ ես էի մտածում, որ զանգերտում վերջին երաժշտում։ Սրանց տեսեք, է, հենց իմացան ամեն ինչ լավ է եւ ձեռ են առնում։ Բայց ինչքան վախ ներս բերել, որ ընկեր Գեղամյանի նման ուսուցիչ ունենք։ Ու այդ ամեն ինչը իր սիրո դրսևորումն է։ Լավ, եկեք գնանք թեյ խմենք, մեզ ուշքի գալա պետք է։ Երեք տարիա սենց ներվայնացած, չուզելով գալիս ես դասի։ Անիմաստ եսքան ժամանակ կորցրիր։ Եթե չէիր սիրելու են ինչ անում ես, ինչի էիր ընդունվում։ Ստիպված էի։ Հա? Ստիպված էի, որովհետև ընտանիքիս անդամների համար կարևոր է այդ դիպլոմը, որ բոլորն իմանան ես բարձրագույն կրթությունն եմ։ Բայց ինձ այդ չի հետաքրքրում, ինձ արվեստը է հետաքրքիր։ Հա, բայց հասկանում ես, դու ես մասնագիտությանը լուրջ չես վերաբերվում։ Իսկ ինչ որ մեկը քո փոխարեն չի կարողացել ընդունվի, որովհետև տեղերը սպառված են եղել։ Անիմաստ տարիներ ես կորցնում։ Ավելի լավ չէր արվեստի մեջ խորաներ ու հաջողությունների հասնեիր։ Լավ է։ Ես գնամ, քանի Գեղամյանը չի եկել։ Վերջին ժամին կարող եկամ, բայց դա հաստատ չի։ Տեսա, Հելենը գնաց։ Ու չտեսա, որ ես տեսել եմ, որ ինքը գնում է։ Ինչ է, էլի դասերին չի նստում, թե մենակ իմ դասերին ա տենց անպատասխանատու վերաբերվում է։ Չէ, ընկեր Գեղամյան, այստեղ դուք կապ չունեք։ Ինքը առհասարակ չի ուզում համալսարան գա։ Ու մենք շատ ենք անհանգստանում։ Դե իր ապագայի համար։ Ստիպված է գալիս, որովհետև ծնողներն են այդպես ուզում։ Իսկ ինքը ուզում է արվեստ սովորի։ Դե ընկեր Գեղամյան, մենք էլ նեղվում ենք իր համար։ Եթե մի բան անելուց հաճույք չես ստանում, մշտապես ստրեսի մեջ ես լինում։ Հա, զգացվում է, որ ստիպված է գալիս։ Ու այդ շատ սխալ է։ Ճիշտ է, դիպլոմը կարևոր է, բայց ոչ թե ուրիշների աչքի համար կամ ստիպված։ Արվեստն էլ, մշակույթն էլ շատ կարևոր է։ Մենք ինչ կարող ենք անել իր համար։ Շատ ենք բան բացակաները։ Եթե թողնենք նշանակեն դուրս կմնա, ու այդ ժամանակ երևի իրեն էլ չեն ստիպի անել մի բան, որը չի ուզում։ Դա հարցի ճիշտ լուծում չի։ Ու դրանից լիքը ուրիշ խնդիրներ կարող են բխել։ Դուք պիտի Հելենի հետ խոսեք, իրեն բացատրեք, որ իր կյանքի խնդիրները
պիտի լուծի ինքը, ինքնուրույն։ Ու որ իր ծնողների հետ պիտի մեծ մարդու պես նստի ու խոսի։ Հելեն, քեզ այսօր էլ իմ դասին չեմ տեսնելու։ Չէ, կգամ անպայման։ Երեք ուղակի հիվանդ էի, դրա համար չէի եկել։ Իսկ դու գիտես, որ երեք տեսել եմ ոնց ես գնացել։ Մի սրիր։ Գիտեմ, որ սիրով չես գալիս դասի, բայց դեռ մի տարի ունես սովորելու։ Ու հիմա ընտրություն անելու ժամանակն է։ Դու պիտի որոշես, շարունակում ես ժամանակ գլորել, թե ամեն ինչ անում ես, որ քո նպատակներին հասնես։ Գիտես, ժամանակը չի սպասում ոչ մեկին։ Ժամանակը գնում է ու իր հետևից մենք պիտի հասցնենք ամեն ինչ։ Եթե սխալ որոշում կայացնես, հետո շատ ես ափսոսանա։ Երեք ամբողջ օր ընկեր Գեղամյանի ասածների շուրջ էի մտածում։ Ասում եմ, կարող է գնանք խոսենք Հելենի ծնողների հետ, հնարավոր է կարողանանք ինչ-որ բան փոխել։ Ես էլ մտածեցի ու դրիվ հակառակը հասկացա։ Այդ իրենց անձնական դաշտն է, մենք իրավունք չունենք խառնվենք։ Բայ լավ էլի Նազանի, եթե մի անգամ այդ ամեն ինչի միջով անցած լինեիր, հաստատ սենց չէիր խոսա։ Ինչի դու անցել ես։ Ինչքանով որ տեղյակ եմ, դու սիրում ես անել, այն ինչը ընտրել ես։ Ես չէ, բայց Այս անգամ Հելենի չհաջողվեց ինձնից փախնել, հանցագործության վայրում գտելու։ Դուք իմ ասածի մասին մտածել եք։ Դա ենք քննարկում կիսատ մնաց, բայց Լիլիթ ուզում էր ինչ-որ բան պատմել։ հա կպատմեմ։ Գուցե այս պատմությունս ինչ-որ կերպ Հելենի կյանքը փոխի։ Տարիներ առաջ քույրս դերասանուհի էր ուզում դառնալ։ Ծնողներս դեմ էին, չթողեցին իր սիրելի մասնագիտությամբ զբաղվի։ Իսկ հիմա գիտեք քույրս ինչ է անում։ Զբաղվում է մի բանով, որը չի սիրում։ Ամեն օր իրեն համոզում աշխատանքի գնալ։ Ինքնափոփ է դարձել, ու այդպես էլ չի կարողանում ներ ծնողներիս։ Նույն ճակատագիրն էլ Էլեն ջան քեզ է սպասվում, եթե հենց հիմա ճիշտ քայլ չանես քո ապագայի համար։ Վստահ եմ, որ ծնողներդ ափսոսում են իրենց արած քայլի համար, բայց ցավոք քույրդ այդ տարիները կորցրել է ու անդառնալ։ Երբեմն մեր ծնողներին թվում է, թե իրենց երեխաների լավություն են անում։ Բոլոր ծնողները միշտ իրենց երեխաների լավն են ուզում, հավատացեք։ Ուղղակի մենք երբեմն սխալվում ենք, բայց այդ սխալները կարելի է ուղղել։ Ես ուղղակի այսքան ժամանակ համարձակություն չեմ ունեցել խոսելու։ Մտածել եմ, եթե այդպես են ուզում, ուրեմն թող իրենց սրտով լինի։ Բայց իրոք, եթե խոսեմ, գուցե ամեն բան ավելի լավ լինի։ Գիտեմ շատ դժվար էր քեզ համար, բայց շնորհակալ եմ, որ ես պատմությունը պատմեցիր։ Հաստատ Հելենի համար դա օգտակար էր։ Իր համար ամեն ինչ լավ կլինի։ Հանգիստ եղեք։ Երեխեք մի հատ էլ վերևի դարակում էլ նայեք, հա։ Հելենի գիրքն է եղել։ Կարոտեցի։ Երկար ժամանակա ոչ մեկս տեղեկություն չունենք, չէ՞։ Անկեղծ ասած մի քիչ էլ նեղված եմ։ Տեսնես հիմա ինչ է անում։ Ամեն ինչ նորմալ է իր մոտ։ Եթե իմանամ լավ է, չեմ նեղվի, որ չի հիշում։ Ինձ թվում է հիմա ինքը ավելի լավ է, քան այն ժամանակ։ Տեսեք է, միանգամից զգաց, որ իրենից էինք խոսում։ Մտածեցիք մոռացել եմ ձեզ։ Չէ, դուք բոլորդ փոխել եք իմ կյանքը։ Այս ընթացքում ես նկարչությամբ եմ զբաղվել։ Գիտեք ինչքան էի սիրում։ Ու եկել եմ, որ ձեզ հրավիրեմ իմ առաջին ցուցահանդեսին։ Ինչ լավ բան ասեցիր։
Մենք բոլորս էլ գիտեինք, որ դու հասնելու ես քո երազանքներին։ Հենց հպարտ եմ։ Երեխեք այսպես միշտ կարճեք ձեր երազանքների թևերից, պինդ բռնած սավեր։ Որովհետև իմ կարծիքով երջանկության գաղտնիքներից մեկն էլ հենց սա է։